Բարի երեկո բարեկամներ, այսօր Քարամուտ գիտական մշակութային կենտրոնի թվով 73-րդ հանդիպումն է։ Հանդիպումները իրականացնում ենք Հայաստանի ճարտարապետության և շինարարության համալսարանի հետ համատեղ, դեմս ի շնորհիվ ճարտարապետական ֆակուլտետի պրոֆեսոր Գառնիկ Ստեփանյանին, շնորհակալություն։ Այսօր հավաքվել ենք ունկնդրելու բանասեր շումերագետ Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի գիտաշխատող Արմեն Դավթյանին, ով հայերենով վերծանել է շումերական հերթական տեքստը, Արատա Վիպաշարի երրորդ վիպերքը, ընդամենը այդ շարքը ունի 4 վիպերք, պոեմ, սա երրորդն է և կմնա 4-րդ։ Այսօրվա ուրեմն պոեմը կոչվում է «Են մեր քարը և ինսուղ գիրաննան», տեսնես ով են, ես համենայն դեպս նոր պարզեցի, որ դա տղամարդ է, ինձ թվում էր կին է, և ներածական խոսքով ելույթ կունենա լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Բրյուսովի անվան համալսարանի դոցենտ Հրաչիկ Հակոբյանը, խնդրեմ։ Բարի երեկո, հարգելի համախոհներ, այնպես է ստացվում, որ մեր ամեն մի հանդիպումը կարծեք թե տոնակատարություն լինի, որովհետև շատ համայնքներում այս տիպի հաղորդումներ, այս տիպի զրույցները գուցե մի քանի տարի մեկ են հանդիպում, բայց մեզ մոտ կարծեք թե ամենօրյա զբաղմունք է, բայց դա չի նշանակում, որ մեր ճաշակը դրանից պետք է բթանա, ընդհակառակը մեր ճաշակը ավելի սրվում է, մենք ավելի նրբաճաշակ ենք դառնում, որովհետև յուրաքանչյուր հաղորդում իր հետ մի նետ է բերում, ինչպես Չարենցը կասեր, իսկ մեր թիրախը գիտեք շատ հեռու եւ շատ փոքր, որպես մենք կարողանանք շատ դիպուկ խփել այդ թիրախին։ Այսօրվա զեկուցման նյութը հենց այդպիսի թիրախի խփելու նյութ է, որովհետեւ գիտեք, որ շումերերենի հետ կապված հարցերը շատ վաղուց չի որ բարձրացել են անցյալ դարից, նախանցյալ նույնիսկ մի քիչ այսպես վերջերին, բայց այնպիսի վիճակ էր, որտեղ դրության տեր լեզվաբանները գիտեին, որ ավելի լավ է դրան ձեռ չտալ, ավելի լավ է շումերերենին ձեռ չտալ, որտեղ հենց որ շումերերին ձեռք տվեցին, իմացողներ կային, որ դա անպայման հայկական հետք է դառնալու շումերերեն, հայերեն զուգահեռությունների առումով, այդ պատճառով շատ զարմանալի մի բան պետք է ձեզ ասեմ, շումերենը դիտվեց մի լեզու, որի լեզվաընտանիքային պատկանելությունը դժվար է որոշել։ Իհարկե, այստեղ կային որոշակի հանգամանքներ, որոնք արդարացնում էին նրանց վարքագիծը, դե այդպիսի քայլերի գնացողները միշտ մի ինչ-որ բան ուզում է ոտքի տակ հաստատուն իմանալ, ունենալ։ Եվ այնուամենայնիվ զարգացումները տարան այն բանին, որ ինչպես ասում են, ասեղը պարկում չես կարող թաքցնել կծակի եւ դուրս կգա։ Եւ որպեսզի այդ ասեղը պարկից դուրս գա, շատ մարդիկ շատ ջանքեր են իրականացրել եւ այսօր մենք գործ ունենք դրանցից ամենափառահեղի հետ, դա Արմեն Դավթյանն է, ով արդեն երևի երկրորդ տասնամյակն է, եթե ոչ ավել, զբաղված է այդ խնդիրներով, հայերեն եւ շումերերեն, ովքեր էին նրանք, ինչքան էր վախեցնում շումերների եւ հայերի կապը, որպեսզի այդ կապը թաքցնելու համար հայերին հռչակեին եվրոպական ծագում ունեցող ազգ, որտեղ այնտեղից միջև շումեր շատ էր հեռանում ճանապարհը։ Իսկ եթե ընդունեին, որ հայերը հյուսիսային միջավայրի բնակիչներն են, ուրեմն այդ Եփրատ Տիգրիս գետերի ընթացքով Արմենը մի անգամ շատ լավ ասեց, ասում է, եթե այդ բանը գյուղացու գառը ընկներ այդ գետը հետևից վազեր, պետք է հասներ շումեր։ Այսինքն այնքան էլ անհավանական չէր, որ հայերը հայտնվեին շումերով եւ ստեղծեին այդ քաղաքակրթությունը։ Արդեն ասվեց աշխատանքի մասին, սա երրորդ պրակն է, երրորդ պոեմն է, որի մասին այսօր մենք կիմանանք,
Իհարկե ես շատ մեծ անձկությամբ սպասում եմ, որ 4-րդն էլ ավարտվի, որտեղ դրանից հետո Արմենը ինձ խոստացել է արդեն անցնի ոչ թե թարգմանչական գործից անցնի բուն լեզվաբանական այսպես կռիվ տալու, որտեղ ճիշտ է հիմա էլ իր թարգմանություններին զուգահեռ ունեցած հնարավորությունները նա օգտագործում է քերականորեն լեզվաբանորեն ապացուցելու հայերի եւ շումերերենի կապը քերականորեն ոչ միայն բառապաշարի ընդհանրությամբ, բայց այնուամենայնիվ այստեղ Արմեն Դավթյանը շատ մեծ անելիք ունի եւ ինքն էլ զգում է այդ անելիքը։ Շնորհակալություն ուշադիր լսելու համար, Արմեն ջան, ձայնը տրվում է ձեզ, համեցեք։ Բարև ձեզ, Ժողովուրդ ջան։ Ուրախ եմ, վաղուց չենք հանդիպել։ Ես ուշուշ ենք հանդիպում, որովհետև դատարկ ձեռով չես գալիս, պետք է ինչ-որ բան անես, նոր գաս պատմելու, ասելու, թե ինչ ես արել, ինչ նորություններ ունենք։ Ուրեմն այստեղ արդեն ասվեց, որ երրորդն է, 4 պոեմներից երրորդն է սա, իրականում առաջինն է, այսինքն իմ թարգմանածների մեջ է երրորդը։ Շատ անկանոն հերթականությամբ ես սկսեցի թարգմանել երրորդը, հետո երկրորդը, հիմա առաջինը։ Հա, հիմա հույս ունեմ, որ վերջին 4-րդը մյուս տարի կանենք ու մյուս տարի մինչև նոր տարի այդ ամբողջ Արատայի ցիկլը կավարտենք, դա կարևոր եմ համարում։ Ես միշտ ասել եմ, այդ նույնա ոնց որ ասենք ազգը բան չունենա, իլիական, ոդիսական թարգմանած չունենա, հայելի կլինի տենց ազգ, բայց դե համել չի լինի։ Մյուս կողմից էլ այսօր այս գլոբալիզացիան բերել է նրան, ասեն դա անգլերեն կա հերիք է էլի։ Շատ ազգերի համար դա նորմալ է, մեր համար նորմալ չի։ Այդ անգլերեն թարգմանությունները մեզ ձեռ չեն տալիս, ոչ թե որ վատն են, այլ որովհետև հայ մշակույթին, հայ լեզվաբանությանը, հայագիտությանը ոչինչ չեն տալիս, կամ շատ քիչ բան են տալիս։ Մենք պարտավոր ենք ուղղակի բնագրերը տար, սեպերով, սեպ ստուգել։ Այն ես սեպ առ սեպ, հատ սեպերը ստուգում եմ, փորձում եմ հասկանալ այս սեպով ինչ բառեր են հնչեցվել, համանուններ, հոմանիշներ եւ այլն եւ այլն։ Ինչ զուգահեռ կա ակադերենում, դրա հայերեն այդ բառի ժառանգորդը որոնք են, ասենք սեպանշան կա 20-30 բառ հնչեցնում։ Այդ բոլորը կամ ինչքան որ հնարավոր է, այդ բոլոր հայերենները ես պետք է վերականգնեմ, աղյուսակները կազմեմ, որպիսի դրանից հետո իմանամ թարգմանության մեջ այդ սեպի տեղը ինչ բառ պետք է դրվի հայերեն։ Շատ ժամանակ հայերենը գտնվում է եւ նա չի որ շատ դժվար է գտնել։ Բայց այդ բառը գրափարա այսօրվա ընթերցողը չի հասկանա։ Մի հատ էլ այսինքն ավելի շատ գրափարից թարգմանում ես աշխարհաբար, քան օտար լեզվից։ Երբեմն տես տպավորություն է։ Ուրեմն այս առաջին վիպերքը ի տարբերություն ուրեմն սենց ասեմ, երրորդը Լուգալբանդան լեռան քարայրում։ Համեմատության մեջ խոսենք, որ առանձնահատկությունները ավելի պարզ երևա։ Լուգալբանդան լեռան քարայրում սա ավելի այսպես միստիկական, ավելի դիցաբանական, աստղային միֆոլոգիա կա այնտեղ, բանաստեղծական աղոթքներ եւ այլն, ավելի ծիսակրոնական եւ դիցաբանական։ Երկրորդը, որ կոչվում է իմիջալոց վերնագրերի մասին է, երկրորդը կոչվում է այն մերկարը եւ Արատայի տիրակալը։ Սա ավելի, որի մասին ես խոսել եմ, պատմել եմ, որը տպագրված է արդեն, ավելի այսպես պատմական է եւ ավելի ռեալիստական, ու պայմանական այսպես ասենք։ Առաջինը, որի մասին այսօր խոսելու ենք, առաջինը այնպիսի տպավորություն է, իդեպ գիտնականներից շատերը այդ տպավորությունը ունեն, որ հետո է գրվել։ Այսինքն երկրորդը բուն վիպասանքն է, որտեղ խոսվում է հակամարտության մասին, որտեղ ջրհեղեղի մասին է խոսվում, լիքը ուրիշ բաների մասին է խոսվում, շատ կարևոր սեպագրի ստեղծման մասին է խոսվում եւ ծավալով ամենամեծն է։ Ու հանգարց այս առաջինը փոքր է ծավալով եւ ենթադրում եմ, որ ոնց որ հետո է գրի առնվել իբրև բան, սրա առաջաբան։
բանն է, որ այդ վիպասանական այդ շարքերը միշտ հա երկել են, պատմել են ու նայած երբ դա գրական մշակման կենթարկվի։ Գրական մշակման չենթարկված, ասենք սովետի ժամանակ բանն են, գիտեք, ասենք Սասունցի Դավիթի տարբերակներ են, պատումներ են գրի առել տարբեր գյուղերում, որոնք ահագին շեղվում էին այն մեր իմացած Սասունցի Դավիթի սյուժեներից։ Այսինքն այդտեղ զուգահեռ տենց սյուժեներ եղել են, բայց այն ինչ որ մենք ունենք, այս 4 պոեմները, սա Ուրուկ քաղաքի բնագրում ունուկ շումերական ձևն է, ունուգ, այս ունուկ քաղաքում իշխող դինաստիայի պատվերն է, այդպես է թվում, որ պատվերն է, որ մշակեն, դարձնեն ամբողջական քիչ թե շատ խմբագրված տեքստ, որովհետև պատմվում է հատկապես իրենց մասին եւ իրենց սխրագործությունների մասին, թե իրենք ինչքան մեծ էին, ինչքան հզոր էին ու ինչքան խելոք, որ Արատային նույնիսկ հպատակեցրին իրենց։ Ուրեմն ովքեր չգիտեն, ասեմ, որ այն մեր կարը տիրակալն է Ուրուկի, իսկ Արատայի տիրակալի անունը չի ասվում, երկրորդի մեջ չի ասվում, ասվում ուղղակի Արատայի տերը կամ տիրակալը։ Այն գաղափարագիր կա, այն նշանակում է տեր, տիրակալ, բայց նաև քանի որ այնտեղ աշխարհիկ հոգևոր իշխանությունները նույնն են, նաև քրմապետն է միաժամանակ։ Այսինքն ոմանք թարգմանում են գերագույն քուրմ, որ էլի ճիշտ է, ոմանք թարգմանում են տեր, ոմանք տիրակալ։ Հա, իսկ այստեղ այս առաջինում կոչվում է այն մեր կարը եւ Էնսուղ Գիրաննան։ Այս Էնսուղ Գիրաննան Արատայի տիրակալն է։ Այստեղ անունը կա, առաջինում անունը կա, երկրորդում չկա։ Մենք կարող ենք ենթադրենք, որ երկրորդը ուրիշ կերպար է, նույնը չի, կարող ենք ենթադրել, որ նույն կերպարն է, ուղղակի անունը չեն ասում։ Եվ ասեմ ձեզ, գիտնականների մեծ մասը, ուսումնասիրողների, այդ թվում ես կարծում եմ, որ դա անունը չի։ Էնսուղ Գիրաննա կոչվածը բանա Տիտղոսը։ Էնը տիրակալ, սուխ կամ սոհ նշանակում է պսակ, թագ, բայց դա չպետք է հասկանալ բանի իմաստով։ Այն որ մենք փողերի վրա տենում ենք, չէ, ասենք հայկական դրամների վրա Տիգրան Մեծի թագը, Արտավազդի թագը, այդ տեսակ թագ չի, դա բանի պես է, պսակա կամ այն փաթոց արևելյան։ Դա այդպես էլ կոչվում է։ Այդ խույր կոչվածը այդ արևելյան փաթոցն է ավելի շատ, ոչ թե մեր իմացած եվրոպական թագը կամ հայկական թագը։ Այդ դայա այդ թագը, ու թագ ասենք, թագ գիր, այդ գիրը կրել բառն է, թագակիր բառացի կամ պսակակիր, պսակավոր, թագավոր, այդ է գրած։ Այսինքն շատերը որ ասում են, որ սա անունը չի Տիտղոսն է, մեծ հավանականությամբ դա այդպես է։ Այսինքն բառացի այնտեղ եթե թարգմանենք ամեն ինչ Ստեփանշանը ստացվում է տիրակալ, պսակավոր կամ պսակակիր, ընդ որում պսակի համար էլ գրած է երկնային պսակ, երկնային թագի կրող։ Այդ երկնային թագն էլ երկնային է, որովհետև մենք պետք է հիշենք, որ իշխանությունը երկնքից է իշխնում, Աստծու տված է, թագավորական իշխանությունը չի կարող մարդկային ծագում ունենալ, պետք է լինի երկնքից եկած։ Ուրեմն այստեղ ավելի բան կա, այնպես տպավորություն, որ ուզում են մեղքը գցեն Արատայի վրա, որ Արատան է սկսել այս կոնֆլիկտը։ Սկսում է նրանով, որ Արատայի տիրակալն է մի օր ասում, որ ունուկը պետք է ինձ ենթարկվի, պետք է հպատակվի, բառացի ասում է իմ լուծը պետք է լինի իր վզին։ Այդպես է։ Թե դա փոխաբերություն է, թե այդպես է։ Հիմա խնդիրն է, որ ասեցի, ստեղ այդքան պատմական բան չկա, ինչքան արժեքային համակարգ կա, կախարդություններ կան։ Մենք առաջին անգամ տեսնում ենք կոնկրետ ինչ կախարդական գործողություններ են տեղի ունենում, ուրիշ տեղերում չկա։ Ասում են կախարդը, չգիտեմ, բան արեց, դյութեց, մոգություն արեց, կախարդեց, բայց թե ինչ արել կոնկրետ չի ասվում։ Սա առաջին դեպքն է ընդհանրապես համաշխարհային գրականության մեջ, որտեղ մենք տեսնում ենք կախարդների մրցույթ։
թե ինչպես երկու կախարդներ, այսպես ասած, մեկը չար, մեկը բարի, ամեն մեկ իր կախարդությունն անում, թե ով կհաղթի։ Ու սա շատ հին է նրանով, որ այս մրցակցությունը, Արատայի եւ Ուրուկի մրցակցությունը, խաղ, մրցույթ է, ռազմաքաղաքական բախում չի, պատերազմ չի։ Մրցում են, թե ով հաղթեց, այն մյուսը պիտի նրան ենթարկվի։ Ընդ որում մրցումները բան է։ Ասենք ամեն կողմից մի հատ կռվող տղա մենամարտ։ Խոսվում է բանի մասին, ուրեմն միտեղ կա այստեղը, որ սեպագիրը ունի իր թերությունները։ Ուր սեպանշանը, ուր մեկ սեպանշանը, համ նշանակում է տղամարդ, զինվոր։ Դե տղամարդ նշանակող բառերը նշանակում են նաև հա եւ որիար բառ կա հայերեն հոգնակի մարդիկ։ Բայց համ էլ նշանակում է շուն։ Ու այս կոնտեքստում պարզ չի, սրանք շուն են կռվացրել, թե իրանց հա, որտեղ քանի որ նախորդ տողում հստակ գրած է մարդ, որ այս ինչ մարդ է, այս ինչ մարդ է, գուպար մրցեցին իրար հետ։ Հաստատ գիտենք, որ երկու մարտիկները իրար հետ մենամարտել են։ Հաջորդ տեսարանում ես ավելի հակված եմ տեսնելու, որ դա շուն են կռվացրել, որով հետև շուն կռվացնելու ավանդույթը մինչև մի կա, արգելում են պետությունները, չգիտեմ ինչեր են անում, բայց մեկը կա, ստավկեք են դնում բան են անում, մինչև հիմա շուն կռվացնելը կա։ Եվ ես ենթադրում եմ, որ մանավանդ նախորդ տողում, քանի որ խոսվում է կոնկրետ մարդ գրած, որ մարդը կռվել է, մենամարտիկները կռվել են։ Ասում եմ, սա այն դեպքն է, երբ որ որոշ գիտնականներ թարգմանում են շուն, որոշ գիտնականներ թարգմանում են զինվոր։ Կան այսպիսի բաներ, ես կոնկրետ այս դեպքում շուն եմ թարգմանել, որովհետև, հա, ուրեմն բան են անում, զինվորներ են կռվում, հետո շներ են կռվում, այսինքն անընդհատ մրցությունը, եւ մրցույթում խաղ, հետ վերջում, բայց վճռորոշային է, թե կախարդները ինչ կախարդություն են անում, ով պետք է հաղթի։ Ու հաղթումը Ուրուկը ընդհանրապես այս ամբողջ պոեմը նրա համար է գրած, որ հիմնավորվի լեգիտիմացնի Ուրուկի գերակայությունը Արատայի նկատմամբ։ Բայց այստեղ միշտ բան կա։ Ինչքան էլ պաշտոն, այսինքն մենք չպետք է մոռանանք, որ սա այնուամենայնիվ պաշտոնական բանի Ուրուկի դինաստիայի պաշտոնական պատմությունն է։ Եվ պատվերը։ Հա, եւ պատվերն։ Իրանք իրանց առասպելն են գրի առել իրանց ձևով, իրանց մեծարելով բնականաբար։ Բայց բաներ է փախնում։ Արանքներում հնարավոր չի որ չփախնի, քանի որ բանահյուսական նյութը շատ բանն նյութ է։ Իսկապես ասեղը չես թաքցնի պարկի մեջ։ Ուրեմն ակնհայտ երևում է, որ Արատայի տիրակալ, այսինքն ինֆորմացիա կա ստեղ շատ կարևոր։ Արատայի տիրակալը ասում է, որ լեռնաշխարհի մյուս իշխանները, որոնք ինձ հպատակվել են արդեն։ Ասում է, դու էլ պետք է իրանց նման, եթե իրանց պես հպատակվես, մենք կիշխենք միասին։ Հիմա եկանք հասանք ամենակարևոր պահին։ Այս մի հատ խնդրում եմ բանը բացենք։ Ուրեմն իշխել չի գրած, գրած է իրար հետ կուտենք։ Այս ուտելու պահը շատ կարևոր պահ է, որ շատերը չեն հասկացել ինչա կատարվում։ Արատայի թագավորը ասում է լեռնաշխարհի մյուս իշխանները ինձ ենթարկվել են, դու էլ որ ենթարկվես իրար հետ կուտենք։ Ում կուտենք։ Սագերին։ Հիմա այս ենք բացում, հենց հա։ Այս Աջարյանի բառարանից ցիտատ եմ բերել, որ պատկերացնենք ինչա նշանակում ուտել։ Ահա։ Արտագրել եմ։
կերկերվածք, գավառ թեմ, ժողովուրդ, թեմագավառը, որ ասում են Շիրակի թեմ, վայ թեմ, այսօր, թեմագավառը կոչվել է կեր, ուտել բառից, որովհետև դա համարվում էր տվյալ գավառի իշխանավորի ուտելիքը։ Ուտել նշանակում էր իշխել, հովվել, կառավարել, որովհետև ինքը որ իշխում է, հովվում է, կառավարում է, նաև իրանց տուրքերով ինքը կերակրվում է։ Դրա համար կոչվում էր կեր։ Հիմա կարդում ենք. կեր կերված, գավառ թեմ, նույն կեր ուտել արմատն է, որոշ գյուղ կամ շրջան իշխանության կողմից տրվում էր աշխարհական կամ հոգևորական այսինչ անձին կառավարելու եւ միևնույն ժամանակ նրա տուրքերով ապրելու։ Այսպիսով ուտել բայը ստացավ կառավարել, իշխել, հովվել իմաստը եւ կեր կերվածք թեմ գավառ։ Նույն ոճը կար եւ ռուսերենի մեջ։ Целые области отдавались в кормление и կերակուր։ Վայևոդա։ Ամբողջական մարզեր էին տրվում վոևոդաներին ի կերակուր։ Այսպես է նաև Ձագավանքի 5-րդ կանոնը։ Քահանա, որ պատարակող չէ, ոչ կնքել կարե, ոչ պսակել եւ ժողովուրդ չուտե։ Այսինքն ժողովուրդ չի կարա կառավարի, իշխի, հովվի։ Բառացի ժողովուրդ ուտել նշանակում է ժողովուրդ կառավարել։ Այս փոխաբերությունը ֆանտաստիկ ձևով մենք տենում ենք, թե ինչպես է բանաստեղծը այս խաղարկում այս պոեմի մեջ, որովհետև երբ որ խոսքը գնում է այդ բանավեճի մասին, թե Արատայի տիրակալը ասում է ինձ ենթարկվես, բանի տիրակալը ասում է չէ դու ով ես, դու պետք է ինձ ենթարկվես, այդ արանքում անընդհատ խոսում է ինչ որ սագերի մասին, որոնց պետք է կերակրել եւ ուտել։ Այդ էլ չեն ջոգել, ինչ կապ ունեն դե սագերը։ Այսինքն պատկերը հետևյալն է։ Տերը սագերին կերակրում է իրականում, որ չաղացնի, հետո ինքը ուտի։ Ինքն է կերակրվում սագերով։ Սագերը այստեղ այդ գավառներն են։ Տերը սագերին կերակրում, բայց իրականում ինքն է կերակրվում սագերով։ Էսա ամբողջ պատկերի իմաստը, ես էլ գիտեք ինչն է։ Ինչի են հատկապես այս կերպարը հպատակված գավառները, որոնք այդ բանն է, որ ղազը գիտեք ինչ է, այսօր մոդա է, չէ՞, ցաղ ասում են ղազագիր են ստորագրել, չգիտեմ ինչ է։ Այ ով ղազն է, այդ ղազն է։ Հասկանում եք, պատկերը ես որ երեխա էի, հիմա այս ջահելները կարողա չհիշել։ Մենք ապրում ենք երկրորդ մասիվում, ու ես շատ լավ հիշում եմ, որ ասենք նարդի էին խաղում կամ կարտ էին խաղում, ղազագրի վրա էին խաղում, կամ ասում են դու իմ ղազն ես, եթե մեկին հաղթել ես, բայց դա միայն խաղին էր վերաբերում։ Եթե դու խաղի մեջ, մրցման մեջ մեկին հաղթել ես, ինքը ըլում է քո ղազը։ Այսինքն հպատակվելու, հնազանդվելու այդ սիմվոլը ղազն էր։ Ու այս պոեմի մեջ այդ հպատակներին կերակրելը ու ուտելը, այդ հպատակները ղազերի պատկերավորությամբ, մետաֆորը ղազերն են։ Սա էր, որ ինձ շշմացրել, այսինքն եթե դուք ես ուրիշ լեզուներում ես նայեցի, օրինակ անգլերենում բանը, արու սագը, նշանակում է պարզամիտ, ինքը նշանակում է սագ, բայց ինքը նշանակում է, ասենք, պրիմիտիվ մարդ, բան, տենց հիմար, տենց բան, այդ իմաստը հպատակ հնազանդի, պարտվածի, այդ իմաստը չկա, ես ուրիշ լեզուներում նայում եմ, չեմ գտնում։ Ուրիշ լեզուներում ավելի շատ բանի, հիմարի բանա, պատկեր է, էլի, եթե սագի հետ կապված ինչ-որ մի հատ պատկեր կա, ոնց որ, ասենք ասում ենք հավի հիշողություն կամ չգիտեմ ինչ, բայց սագի դեպքում հենց այս պատկերը զարմանալի է, որ ուրեմն ստեղ պատկեր Չէ, ես արդեն հրաչաճարան չէ, ես եմ։ Դրա համար երբեք կարևոր չէ արդեն։ Այստեղ բանաստեղծական պատկերը սրամիտ փոխաբերություն է։ Սագերը մետաֆորն են կերված կգավառի, ու տեղի ժողովուրդ։ Իշխանները կերակրում են սագերին, բայց մեծ հաշվով իրենք ու Արատայի տիրակալը
բանին, այս ունուկի տիրակալին։ Այսինքն կար երկու տարբերակ, երբ որ մեկը հաղթում է մյուսին, հին աշխարհում այդպես էր, նույնիսկ Ուրարտուի ժամանակ այդպես էր, երբ որ մեծ տիրակալը գնում է փոքր տիրակալին հաղթելու, ասում է միանում ես իմ կոպիտ ասած կոալիցիային, մենք իրար հետ ենք ուտում։ Մյուս տարբերակը, եթե նա չի ենթարկվում, նրան ուղղակի կարող է ոչնչացնեն։ Ամբողջ տոհմը, տղա տոհմը ջնջեն, որ սերունդ չունենա իշխանության չհավակնի։ Բայց եթե ընդունում է այդ իշխանությունը, ինքը դառնում է կոալիցիայի մաս։ Դրա համար մենք տեսնում ենք Ուրարտուում շատ դեպքերում ու նաև բանի ժամանակ մեր արդեն մաշտոցյան այդ բնով գրած տեքստերում ենք մենք տենում որ ըլլում է դեպք երբ որ թագավորին ենթարկվում են կամավոր ինչ որ նախարարներ կա որ չի ենթարկվում ապստամբում է թագավորը մարդ է ուղարկում ասում է դրանց կարգի հրավիրեք քոքը կտրեք հիմա ստեղ այս Արատայի տիրակալը որ ասում է իմ լուծը պիտի ընդունես դա այսինքն դա նշանակում է որ ինձ ենթարկվելը իմ լուծը ընդունելը չի նշանակում իշխանազրկում չի նշանակում որ դու ամեն ինչից զրկվում ես դու ըլլում ես էլի իշխանություն մնում ես բանի բայց արդեն ճանաչում ես իմ գերա ինչն է հետարքիր այնտեղ բարերի նրբություն կա ասում այդ սագերի ճտերին ձվերին բան այդ ասում այդ սա ես պետք է ուտեմ այն ինչ որ տակը պետք է մնա այդ իրար հետ պետք է ուտենք տակը մնացածն ենք իրար հետ ուտելու են բուն ուտելիքի են դու գործ չունես Այս ինչի եմ ես բանանում, որովհետև կարևոր է հասկանալ, որ մրցությունը այն ժամանակ փոխարինում էր պատերազմին։ Ես միշտ այդ օրինակն եմ բերում, Իլիականի մեջ։ Ուզում են երկու հերոսը կռվեն, որպեսզի մեծ կոտորած չլինի։ Են բանը ասում է, չորա ասում է, աշխարհի գյոզալ տղեկը հավաքվել են, որ իրար կոտորեն պրծնենք, թող ով որ հաշիվ ունի իրար հետ երկուսով կռվեն պրծնենք։ Այդ բանը մենամարտի շատ ուժեղ է ստեղ։ Ու մեկ էլ հետաքրքիր է, որ կախարդը Արատայից չի։ Արատայի կողմից որ գնում է ու պարտվում է, Արատացի ասում է Համազից էր ինքը, Համազ քաղաքը որ ավերվեց, ինքը դերից անցել էր Արատա, այնտեղ ինչ-որ կախարդություններ էր անում եսին որ տաճարում, որը պարտվում է։ Ոնց որ տեղ են թողում բանել, ասում է կողքից եկած ինչ-որ խառնակիչներ էին, էլի։ Չեն ուզում շատ խաթարներ կպչեն։ Հա։ Ուրեմն կա շատ հետաքրքիր լեզվական նյութ, հա, այս բանն էր, այսպես ասած, սոցիալ-քաղաքական պատկերացումներ են ժամանակվա, որ չեմ կարծում, թե շատ են փոխվել, մինչև այսօր, այս ժողովուրդ ուտելու և երկիր ուտելու մասին, այս է կարևոր մեկ էր, որ ասում եմ, բարձրավանդակ լեռնաշխարհում գրած է կուռ, որ հենց հայկական լեռնաշխարհն է մեծ հաշվով։ Եղել են իշխաններ, որ ընդունած են եղել Արատայի տիրակալի հպատակությունը եւ նրա հետ կիսել են իշխանությունը, կերել են համատեղ, որտեղ ինքը ասում է, մյուս իշխանները ովքեր բան են արել, շատ նորմալ է։ Էսը սենց։ Ուրեմն հա, այս փագենք մեզ չշեղի։ Չէ, բարձրացնենք վերև։ Ստեղ այս պոեմը սկսվում է ունու քաղաքի փառաբանությամբ այս հատվածը կարդամ Աղյուսից, եթե քաղաքը Աղյուսից է սարքած, դա այն ժամանակ բան էր, էլի ոնց որ ասես Մարմարակերտ, չգիտեմ ինչ, այն ժամանակ ասում էին օ Աղյուսաշեն։ Դասական ուղղագրությամբ տենց է։ Այս օյա կարդ։ Օ Աղյուսաշեն, որ հայտնվում է պայծառ լեռներից, օ Կուլաբ, Կուլաբը
բանի մի թաղամասն է, կարևոր թաղամասն է, որտեղ տաճարներն են։ Ուրուկ քաղաքի, որ աճում է երկնքից երկիր, ունուկ հրճակը ծիածանի նման երկինք է հասնում գունեղ շողերով, ունուկ երկնքում կանգնած նորընծալուսին, ունուկ մեծագույն հմայքով հոյակերտված։ Այս բառացի եմ թարգմանը, ցենց բանա սրբազան լեռ, որ կարկառվել է մի գեղեցիկ օր, որ ունուկ այս արդեն չկա, չի կրկնվում, բայց ենթադրվում է, որ պիտի կրկնվի, իջնում է լուսնի նման եւ ճաճանչում երկրի վրա որպես շառապ արևացol։ Հորթամոր նման ծանր կով, որ առաջ է գալիս խինալի կաթի պարարտությամբ։ Այս տողի մասին էի ուզում խոսել։ Ուրեմն ստեղ մի հատ բառ է գրած նե սեպանշանը։ Գիտնականները չեն հասկացել ու չեն թարգմանել։ Ինչու չեն հասկացել, ես ամեն անգամ որ գալիս եմ ստեղ նույն բանն եմ ասում եմ բառարանում նայում են, աքադերեն, շումերեն բառարանում նայում են, տեսնում են այդ բառը կա, բայց այդ իմաստը որ գրած է, այս կոնտեքստին չի բռնում, ասում են հաստատ ուրիշ բան է, բայց այդ ուրիշ բանը իրանք չգիտեն։ Երբեմն լինում է, որ ճիշտ բառը իմանում են, բայց այդ բառը ունի իմաստային երանգ հայերենում, որը իրանք չգիտեն։ Բառարանում գրածին չի բռնում, ոնց որ բանը գրգիր բառը գրած էր բառարանում գրած էր ջղայնացնել, զայրացնել, գրգռել։ Այդտեղ նայում են չի բռնում, ինանա դիցուհու պարներ, որտեղ գրգիրը լրիվ ուրիշ իմաստ ուներ, սեռական ցանկություն տարփանք հարուցելու իմաստ ուներ, ու իրանք չէին հասկացել, որտեղ իրանց բառարանում չկար։ Չնայած նույն բառն է, այսինքն նույն հայերեն բառը գիտեն, իմաստի մի երանգը գիտեն, մյուս երանգը չգիտեն։ Այդտենց այդ նե սեպանշանը այս ծանր բառն է։ Թե կովը ինչի պիտի լինի հորթամոր նման ծանր կով։ Այս նե սեպանշանը բանը մոտավորապես գլխի ընկնելով ենթատեքստից աշկաչափով մի հատ հոլանդացի կա թարգմանել էր հղիկով։ Բառարանները տալիս են բան ուժեղ։ Այնինչ նե բառը հայերեն բառը բառարանում գրած է դիմացը ծանր։ Ուրեմն ծանր բառը փոխաբերական իմաստով, որ ասես ծանր ձմեռ կստացվի բան, կամ ասես ծանր հարված կլինի ուժեղ հարված։ Այսինքն իմաստային մի երանգը ծանր հարվածը, այդ իմաստը գիտեն, բայց բուն առաջին ֆիզիկական իմաստը, որ ծանր նշանակում է ծանր։ Այդ իմաստը չգիտեն։ Ուրեմն այս խինալի կաթ, որ գրել եմ, շումերենը խինուն բառն է։ Խինունը բանն է։ Կաթի յուղայնությունն է, պարարտություն։ Ժողովուրդը խնոցի բառը արմատը այդ խինն է։ Խնոցի, այսինքն պետք է հանեն, որ այդ խինը հանեն մեջից։ Խնոցի բառի արմատն է գրած է խինուն, որ հայերեն խինն անում։ Կովերին են ասում խնոք կով է, այսինքն ավելի յուղային։ Այ ծանոթայության մեջ այդ գրած է։ Խնոք այս գրել է, որ այս կովը խնոք կով է։ Հասկանում եք։ Այս կովը խնոք կով է, որտեղ ինքը հորթ ունի, կաթ ունի լիքը, ունդեղ ուղղակի գրած է ծանր բառը, ու իրանք չգիտեն, որովհետև հայերեն չգիտեն։ Ու ի՞նչն է հետաքրքիր։ Այս նե սեպանշանը շատ լիքը իմաստներ ունի, լիքը։ Այդպես այն քիչ սեպանշաններ կան, որ մի քանի իմաստ ունեն, մի քանի ընթերցում ունեն։ Այս նին շատ ընթերցում ունի։ Բայց բոլորը կապված են բանի հետ։ Կրակի, ջերմության, այդպես ինչ-որ բաներ են, այս ուղղակի համանուն որպես նե բառը հայերեն հնչեցրել է այդ բառը, այդ համանունի տակ այդտեղ գնացել է։ Ուրեմն հիմա հարցրեք, բա այդ նե բառը հայերեն դու որտեղից գիտեի, որ հայերեն տենց բառ կա նշանակում է ծանր։ Ուրեմն վերջում հ կա հայերենում նե։ Բայց այս փագենք, որ ես բան գրեմ, ձեռով բան գրեմ։ Հա, որ թե չէ սենց սաղ պոեմը կկարդանք, ամբողջ հետաքրքրությունը հետո կկորի։
Ուրեմն այս շումերերը նե հավասար է նե հայերեն։ Այս հն հագագային հն չի գրվում։ Ավելին կարող է նույնիսկ շումերական ժամանակ չի էլ հնչել այս հն։ Դրա համար մեծ հավանականությամբ չի հնչել, որտեղ ձայնավորը որպես կանոն գալիս է փագելու ե-ով ու հ-ով փակում են ձայնավորը։ Ոնց որ արայի վերջում ե, տղայի պետք է գա փագի։ Էս է գրած։ Ուրեմն կա բարգիր քայոց ժամանակին դա շատ թանկ բառարան է, շատ թանկ, որ կազմել են ձեռագիր մատյաններ արտագրող գրիչների համար։ Ինչին բանալ, որտեղ արտագրող գրիչները անծանոթ բառ տեսնում էին կամ հազվագյուտ բառ է, ասենք այդ մի շրջանից է այդ գրիչը, այդ բառը չգիտի։ Ու երբ որ չէին հասկանում գրած տեքստը, իրանց արևին ուղում էին, փաստորեն աղավաղում էին բնագիրը, քանի որ անծանոթ բառ է, իրանց թվում էր այս մի տառը երևի բան չի, ու սխալացնում էին։ Այսինքն հատուկ բառարաններ են կազմվել այդ գրիչների համար, հազվագյուտ բառ, այսինքն պատկերացրեք 5-րդ դարում, 6-րդ դարում, դա արդեն հազվագյուտ բառ է հայերենում։ Այդ ինքը ինչքան հին պետք լինի, որ ասենք Եղիշեի ժամանակ բանա, արդեն հազվագյուտ բառը։ Այդ այնց բառերը գրի են առնվել, արտագրվել են, որ ու այդ բառարանների տարբերակներից հետո կազմվեց քննական բնագիր, ասում են Երեմիա Մեղրեցու բառարանն են ասում, որտեղ 10-րդ դարում ինքը փորձեց մի քանի մատյաններից հավաքել, այտենց առաջին ինքը տպեց, բայց դա Մեղրեցին այդտեղ կապ չունել, դա հին միջնադարյան բառարան է, ուրեմն այդտեղ է պահպանված այս նեհ բառը դիմացը գրածա ծանր։ Այսինքն շումերական ժամանակներից այս բառը մերոնք սենց արտագրելով վերջի շնչով բերե հասցրել են գրափար, բայց այստեղ մի կարևոր բան կա։ Այդ բառարանները բարգիր քայոց կոչվածի մեջ այն բառերն են, որոնք մեր մատենագրության մեջ օգտագործված են։ Այսինքն օգտագործված բառերն էին իրանք գրում, որ արտագրող գրիչը չշփոթի։ Այսինքն այս բառը ու տենց լիքը բառեր կան այդ բառերանում, որ օգտագործվել են մեր մատենագրության մեջ, բայց այդ մատյանները մեզ չեն հասել։ Այսինքն այս նեհ բառը նախադասության մեջ օգտագործած, մենք չունենք այդ նախադասությունը, որտեղ որ գրած, այդ գիրքը կորել է։ Ու տենց լիքը բառեր կան այդ բառերանում, օրինակ, շումերերը գրածա լի ա, լատինատար տրանսկրիպցիա սենց է, լի ա, ոչ մեկ չգիտի ինչ է նշանակում, նախադասության կոնտեքստից էլ, ուրեմն կոնտեքստը հետևյալն է, այս բանի մեջ էր, այս նախորդի մեջ էր, այն մերկարը և արատայի տիրակալը, ուրեմն այն մերկարը ստիպում է, թե դու պետք է ինձ ենթարկվես եւ այլն, թե չէ արդեն ճղայնացել եմ կգամ քաղաքդ կավերեմ, ես կանեմ, են կանեմ։ Արատայի տիրակալը ասում է, արի բանկ մենամարտ կազմակերպենք, հետո ասում է, այս կազմակերպենք բան, սա էլ արդեն ասում է, չէ, ոչ մի բան։ Ու այդտեղ է, որ Սուրհանդակին ասում է, ասա, որ իրան չսազող բաներ չանի։ Այդ իրան չսազող անվայելուչ բաներ թող չանի։ Այդ անվայելուչ բառն է, որ ոչ ոք չգիտի ինչ է։ Այդտեղ ես գիտեմ անվայելուչ, գիտեք որտեղից գիտեմ։ Այդ բարգիր քայոցում այս գրածա հայերեն լիա բարձվում է հայերեն այս բառ կա, նշանակում է անվայելուչ։ Ասում է դու տենց անվայելուչ բաներ մի արա, քեզ չի սազում։ Այս բառի դեմ գրած է անվայելուչ։ Սա ու սա տառացի նույն բանն է։ Սա ոչ մեկ չի թարգմանել, չի հասկացել, դու որտից իմանա։ Սա ես բացել եմ։ Եթե աճառանmal չես գտնում, այդ բառը ուրեմն պետք է գտնես բարգիր քայոց։ Այս բառն էլ չի պահպանվել առանձին տեքստի մեջ։ Եթե տեքստի մեջ պահպանած լիներ, ինքը Հայկազյանում տեղ կգտներ։ Հայկազյանից կանցներ արդեն
Աճարյանին, քանի որ մեր մատյաններում չի պահպանվել այս բառը նախադասության մեջ, բայց բառարանով բանա, ասենք Ուրուկի տիրակալը Արատայի տիրակալին ասում է անվայելուչ բաներ մի արա։ Ես նախորդ անգամ բան արեցի, ուրեմն սու 3 գա լուլ լա հիմա հայերենն եմ գրում սո վա լելուկ Այս տառացի նույնությունը, սա բարդ բառ է։ Գրված 20-րդ դար մթա արտագրել են։ Արատայի տիրակալը, ուրեմն Արատային սով է։ Բանի սեզոնն է, հələ բերքը նոր չի հասունացել, երաշտ է եւ այլն։ Մենք չենք իմանում դա սենց կանգնեմ, ինձ ասել են այս կողմը կկանգնես։ Ուրեմն Պարշի դա ծիսական բան է, թե իսկապես սով է, որովհետև մենք ունենք պասի շրջան, իրանք էլ ունեն պասի շրջան, պահեցողություն, ծոմ եւ այլն, այնտեղ ասում Արատայի տիրակալը ծոմի մեջ էր, այդ գլխավոր քուրմը, ու ասում սոված պարկեց, ոչ թե քնելու, այլ մտածելու։ Հիմի այդ պահին, երբ որ, այսինքն, չգիտեմ, ու ասում է, բանի, երկիրը ողբի մեջ է։ Հիմի պարզ չի դա ծիսական ողբ է, որտեղ մենք գիտենք, չէ, որ բնությունը մարմնավորող աստվածությունը մահանում է, այսինքն անցնում է անդրաշխար, այդտեղ սքում են իր մահաբան, հետո գարունը գալիս է, ինքը նորից զարթնում է, բնությունը վերակենդանանում է, այդ մեռնող եւ հարություն առնող Աստծո այդ բանն է։ Արատայի հովանավոր աստվածն էլ է, դումուզին էլ է տենց, որ գնում է անդրաշխար, երկրի վրա ամեն ինչ չորանում է, հետո ինքը պետք է դուրս գա, ամեն ինչ ծլի ծաղկի եւ այլն։ Մենք չգիտենք այդ սեզոնն է, թե իսկապես դա աղետ է, սով է եւ իսկապես բան է։ Եվ այդտեղ է, որ Արատայի տիրակալը դուրս է գալիս, ցուրհանդակը որ գալիս է, այդ իր վերջնագիրն է ներկայացնում եւ այլն, բանը դուրս է գալիս, Արատայի տիրակալը դուրս է գալիս, ասում է թողենք, որ ունուկը մեզ սովալելուկ տրորի, տրորելն գիտեք ոնց է գրած, գրած է դուր երկուս Ռու Տրորի, հա չէ վերջում այնտեղ քերական կար մի հատ մասնիկ էլ կա, հենց բանն է։ Ինչ եմ ուզում ասում, թողենք մեզ սովալելուկ տրորի։ Հիմի այս սովալելուկը հայերեն է, թե հայերեն չի։ Սա երկու առանձին բառ են։ Հիմա այս ինչի է գստեղ վ։ Այդ այն անգամ ասել եմ։ Այս բանն այն որ ռուսները գրում են սեգոդնյա, կարդում են սևոդնյա։ Այդ գվն է։ Իրականում այս գյով չեն գրում, շատ հաճախ առանց գյի են գրում։ Այսա բուն սով բառը սա է, սով։ Իրանք վգ բան ունեն, ոնց որ վինո գինի։ Ոսկին գրած է գոսկի։ Բայց նույն ոսկին է, էլի։ Ուրեմն այս հայերենը, այն հայերենը։ Հիմի գանք բանին։ Մեզ բառը ոնց է գրած։ Այս են կախարդական կոչակը որն էր, որ անետանում էր սա։ Մե։ Սա շումերերեն մենք բառի արմատն է։ Ոնց որ գրափար մե, վերջում հատ քեյ ավել ուրեմն մեկ։ Հետո
Սրա վրա ավելանում է n հոգնակի ակերտը շումերերենի, ալնում է men։ Գրափարում երկու ձևն էլ ունենք, մեյով էլ մենք, առանց նայել մեկ։ Մեկ եւ մենք երկու ձևն էլ ունենք, որտեղ այս n-ը որ ավելացել է ինքը հոգնակի է, բայց երբ որ չի ընկալվում որպես հոգնակի, գալիս է նոր հոգնակի։ Ձերք էր, ոտք էր, այսինքն քնկա, բայց մի հատ էլ նոր հոգնակի է գալի։ Ուրեմն մեկ է գալիս է D3։ Այս ուրեմն մի անգամից ասեմ, սրա հայերենն է մենջ, որ իմենջ գրափար հոլովական ձևը։ Այս D-ով իրանք J-երն են գրում։ Ուրեմն կա D-եր, որ շումերական ժամանակում D է եղել, ոնց որ անգլերեն middle match հայերեն, կամ ռուսերեն եդու, իդու, հայերեն edge իջնել։ Այսինքն իսկապես D է եղել, հետո է վերածվել J-ի։ Ռուսերենում է եդու եժայց։ Հա։ Հետո կա բան, բայց կա բառեր, որ հենց ժամանակ հենց J է եղել։ Ու J-ը ու էլի D-ով են գրել, որտեվ ասենք ոնց գրեն, տրանսկրիպցիան ակադները չունեն J։ Ոնց որ ռուսները գրում են DJ, իրանք էլ ուղղակի D են գրում։ Հիմա այստեղ էսա տվել է նաև նձը։ Նջայից բացի նձը էլ է տվել։ Իսկ նձեն հայերեն տալիս է Z։ Եղավ մեզ։ Այսինքն մենջը, մենզը եւ մեզը նույն բառի տարբերակներ են։ Բայց մենջն էլ է պահպանված, մեզն էլ է պահպանված, մենզը չի պահպանված, բայց որ մանգակ բարբառներում կգտնենք։ Սա ժողովուրդ ջան, սովալելուկ, մենջ սովալելուկ դուրուրու, մեզ սովալելուկ տրորեն։ Սա 21-րդ դար մթա հայերենը։ Ու արատայ տիրակալը մունաթ է գալ, թե դրանք ով են, որ մեզ օգտվելով մեր բանից, այս ծանր վիճակից փորձեն մեզ բանաներ։ Փորձեն գերակայություն, գերիշխանություն ունենալ մեզ վրա։ Էս էր։ Էս մի կողմ։ Ինչքան ժամանակ ունենք մենք։ Ես Շարավոտվա 5-ը։ 7 Ասկեսը։ Հա, Իժամ չի անցել։ եղավ։ 50 րոպե։ Խոսվում է Եփրատ գետի մասին առանձին։ Կախարդը, այդ վատ կախարդը գնում է բան։ Էրեշ քաղաք, որը Նիսաբան հայասո կինն է, գնում է իր քաղաք, որ այնտեղ կախարդություններ անի։ Ու ասում է գնում էր Եփրատի ափով։ Ես հիշեցի, ու այդ քաղաքն է կոչվում է Էրեշ, որտեղ որ ինքը գնում է։ Ես հիշեցի, որ Երեզ քաղաքը, որ հետո դառավ Երզնկա, էլի Եփրատի ափինը, նույն անունով, բայց ուրիշ տեղը, ընդեղ էլ Անահիտի պաշտամունքներ, ընդեղ Նիսաբա դիցու պաշտամունքն է էլի Եփրատի ափին, անունը Էրեշ է, դա շեյերը, սեյերը, զեյերը բան են, սեպագրի մեջ նույնն են։ Այստեղ կա ուրեմն բան, իմ կարծիքով, սա իմ կարծիքն է, որը հարդագողի ճանապարհը ոնց է ծագել։ Լիքը տենց առասպելներ կա, չէ՞, կաթնցիրը ոնց է։ Մի դեպքում ասում է, չգիտեմ, այն այծը, որ կերակրում էր, կարծեմ Հերակլեսին էր կերակրում, թե հա, աստվածներին կերակրող, հա, բան արեց ու կաթը ցրվեց երկնքով։ Հերայի կուրծքն է։ Հա, մի դեպքում Հերայի կրծքից է թափում կաթը, մի դեպքում հա, մի խոսքով տարբերակներ կան, միտեղ ասում է բանն է։
Հնդկաստանի առասպելում էլ իրանք էլ ասում են որ թթված կաթա մածունի պես ինչ-որ բան ունեն իրանք, այդ է ցրիվ եկել դադիկրայի կաթն է տես ցրվել դարելա կաթնցիր։ Ինձ թվում է ստեղ այդպիսի մի բան կա այս պոեմում, որովհետև այս կախարդը այդ վատ կախարդը գնում է բան ասում գնաց մսուրները գոմերը կովը տեսավ իրան վախեցավ կովին ասեց այդ կաթը դու մեզ տալիս ասում ով է խմում քո կաթը քո կարակը ով է ուտում բան ասում ինանա դիցուհինա սա ինչ-որ կախարդական գործողություն է անում ասում չգիտեմ կաթը կարակդ յուղդ կոտոշիդ կաթդ չգիտեմ բանիդ կռնակիդ ինչ որ բառեր ասում սա կաթը ցվրվում է հետո այծին է հանդիպում էլի տենց բաներ է ասում ով է ուտում քո յուղը ով է ուտում քո կաթը ասում ինանա դիցուհին ասում կարակդ կոտոշիդ կաթդ կռնակիդ սես մի հատ կախարդական բառեր ասում սա կաթը էլի ցրվում ցողվում է տենց ամբողջ հարցն է որ հայկական մեր տերմինաբանության մեջ աստղագիտական մսուրքը կաթնծիրն է հայերեն կաթնծիր երկնքի կաթնծիր կոչվածը հայերեն կոչվում է մսուրք նաև իսկ այդտեղ անընդհատ ասում է որ մսուրում է այդ ամեն ինչը տեղի ունենում դրա համար ես կարծում եմ որ այս այծի կաթը ու այս կովի կաթը մանավանդ երկուսն էլ բան են շատ պաշտամունքային բաներ են կովնել այծնել այդ ժամանակ ու այդ իրանց թափած կաթնա որ ձևավորում է կաթնցիրը սա այսպիսի մի առասպել կա այստեղ հաստատ որովհետև նախ ուրիշ տեղեր էլ է կովն ու այծի կաթա դա երկրորդ հենց մսուրում է իմիջիալուց այն Լուգալբանդայի պոեմը դեռ թարգմանելուց ես նկատեցի որ այս մյուս թարգմանիչները չգիտեն որ մսուրքը նշանակում է բան կաթնցիր որ չեն ասում իրանց թվում է այդ սովորական գոմի մասին է խոսքը ասում կենթանիները գլուխները հանեցին մսուրից իրիկունով կենթանիները գլուխները չեն անում մսուրից կենթանիները գալիս մտնում են որ թե դուրս են գալիս այնինչ դե մութանգելը աստղերը ծագում են մսուր ասելով նկատի ունեն կաթնցիրը այդպես բաներ կա որ եթե դու հայ չես հայ տերմինաբանությունը երկնքի աստղագիտությունը չգիտես դու չես հասկանում իրան գիտեն թե սովորական գոմ է մի հատ շատ կենցաղային են այդ ամեն ինչը հասկանում այս պատմությունները կարելի է առանձնացնել այդ դրանք ինչ վերաբերվում է բաներին այդ մսուրը կաթը կաթնցիրը եւ այլն ես ծանոթագրությունների մեջ մանրամասը գրում եմ որ հուշեմ վաղը մեսօր հələ արտակը կար մենք որ շատ էինք վիճում իրար հետ մեկ արտակին ասում են այ մարդ մի հատ նորմալ կարթան կնդե ինչա գրած կարող ասկի Հայաստանում չի այդ արատան տրակվում էր բայց լուրջ եմ ասում երեխեք մի հատ կարթան ծերիս էր մանրամասը տենանք ինչա գրած այնտեղ ոչ մեկ չի դի այնտեղի թարգմանած ցիտատան դեից ընդ են թարգմանում ցիտուն դե ոչ մեկ շումերեն չգիտի որ բնագրի մեջ նայի թարգմանությունները իրար թարգմանությունները պաստալով ենթադրություններ են անում պատմաբանները ազգագրագետները բոլորը որտեղ իրանք բեղ չունեն պարտավոր չեն շումերերեն տեքստ կարդան մենք ենք պարտավոր քիչ թե շատ տանելի թարգմանություն ունենալ եւ ծանոթագրել այդ ամեն ինչը որ եւ ազգագրագետը եւ դիցաբանությամբ զբաղվողը եւ պատմաբանը ամեն մեկը պատմական աշխարհագրությամբ զբաղվողը ամեն մեկը իր փայ վերցնելիքը վերցնի տանի հետ հա ուրեմն այս սագերի կտորնա ուրեմն կա մի կերպար հազարապետը ամեն մեկը ունի իր հազարապետը կա ուրուկի տիրակալը ունի իր հազարապետը ամենաբարձր պաշտոնյանա ոնց որ վարչապետը իր տնտեսական գծով քաղաքական որոշումները կայացնում է թագավորը հոգևոր գաղափարախոսականը թագավորն է տնտեսականը այդ հազարապետն է նաև ռազմական ուրեմն երկուսն էլ ունեն իրանց հազարապետները այս հազարապետին արատայի համոզում են որ ասում է
ու ինքը ասում է պիտի բան անենք։ Պիտի գնանք ամբողջը գրավեմ, ես կարամ գնամ գրավեմ, ստիպեմ, որ բան ջրանցք փորի ունուկը մեր համար։ Ունդեղ մի հետաքրքիր պահ կա, ասում է ունուկը նավերով պիտի իր բեռը բարձի նավերի վրա, հոսանքին հակառակ քաշչի բերի հասցնի մեր տաճարի մոտ։ Արատայի տաճարի մոտ։ Այսինքն ակնհայտ է, որ Արատան վերևում է, լեռնային երկիր է, սրանք բան ունեն, այտենց բուրլակի պես, այտենց քաշում են նավերով, ասում է այտենց պետք է բերեն հասցնեն բան։ Ու երբ որ այդ իր հանճարեղ գաղափարը ասում է, թագավորը իր շատ դուր եկավ, ասում է 5 ման ոսկի տվեց, 5 ման արծաթ։ Մանը բան է, կես կիլո է մի մանը։ Փաստորեն 2.5 կիլո ոսկի է տվել, 2.5 կիլո արծաթ, որ ապրես դու ես ինչ լավ բան է։ Դե գնա գրավի։ Հա, բայց ոչ մեկն էլ չի իրանք հույս ունեին, այդ մարդը որ տենց մեծ խոսում է այդ պաշտոնյան։ Այնտեղ բաներն են, էլի։ Արքունիքի դավադրություններն են։ Հա։ Այդ իր հույսը այդ կախարդի վրա է։ Որ այդ կախարդը ասել է ես կգնամ այդ սաղ կախարդություններով այդ հարցերը կլուծեմ։ Մեկ էլ բանն է հետաքրքիր։ Ինչպես միշտ զարմանալի բանաստեղծական պատկերներ կան, որ համեր զարմանալի չէ, էլի, դե եթե պոեզիա է, բայց օրինակ այդ պատերազմ չկա, բայց այնքան դրամատիկ իրադարձություններ են կատարվում, այդ որ կախարդը կախարդում է այդ կովի ու այծի, որ ցրվում են, իմ կարծիքով երկնքում են ցրվում, բանալ, ամայանում է այդ ամբողջը, այդ կախարդանքից, դե տենց հեքիաթներ կան, չէ, եվրոպական էր, որ կախարդը կախարդում է, ամայանում է, կամ սարցե թագուհին, կամ քարանում են, բան, այդպես դատարկվում է ամեն ինչ, ասում է, կովի պտուկների մեջ կաթ չկար ու հորթուկի արևը խավարեց։ Ասես դաժան բառացի եմ ասում։ Ասում այցի պտուկներում կաթ չկար, ուլիկի արևը խավարեց։ Այնպես դրամատիկա ներկայացված այդ ամենը, որ հուզվում ես։ Այդ բանը ամայացումը մի ֆրազով, թե ինչ ամայություն իջավ այդտեղ էլի, մի ֆրազով այդ ամբողջ այդ լքվածությունը, այդ ամայությունը բանան։ Ժողովուրդ ջան, ես ասենց Դու տեղասելի կունես։ Հա, ուրեմն էս էլ այդ աշքիր, Աննա, բառացի ես Տուն գաղափարագիրն է, Աննան սրան գաղափարագրեր է, նշանակում է վերին երկնային։ Այսինքն տաճարը կոչվում է վերնատուն։ Ես բառացի, որ ես թարգմանում ես, տուն վերին, ասում է վերնատուն։ Բայց վերնատուն բառը հայերենում էլ ունի բան, երկնային տաճար, բան, տենց իմաստներ ունի։ Ես չգիտեի։ Այսինքն ես հիմի հայերեն եմ սովորում իրան զուգահեռ, որտեղ բառարաններում քրքրում եմ, այդ բառի մյուս իմաստներն եմ իմանում։ Դրա համար չգիտեի հիմի Աննա գրեմ, թե վերնատուն գրեմ, ասի երկուսն էլ իրար հետ գրեմ, որ նախ իմանամ, որ սա նույն բանն է, բայց սրա համարժեքն է հայերեն։ Այսինքն այս գաղափարագիրը ոնց որ հայերեն կարդաս կլինի վերնատուն։ Այն Թումանյանը, որ վերնատուներ է ստեղծել, այսի այդ վերնատունն է։ Ուրեմն չունե որը սագերին գարիով չի կերակրի։ Այս բանն է, թե ինչպես իշխանները պետք է լավ նայեն իրանց սագերին, որ հետո լավ ուտեն։ Այս այդ մասին է ընդամենը։ Այսա որ զամբյուղում ճտերին կհավաքեմ, կդնեմ փոքրերին իմ ամանի մեջ, խոշորներին կացայի մեջ, իմ այս կացայի տեղն է գրածա սան, սան հայերեն, սան, համ հայերեն, համ ուրարտերեն, համ շումերերեն, նույն բանն է, կացայ է, բայց մտածի սան գրեմ, հետո մտածի կարող է մարդիկ չհասկանան, կացա գրեցի, այս կացա կոչվածը,
Այսինքն շատ դեպքերում մենք ունենք ժողովուրդ, ասես 3 հատ աղյուսակ, շումերեր են, ուրարտեր են, հայեր են։ Որ նույն շարքն է։ Պարզապես մեր բախտը չի բերել ուրարտում շատ քիչ մատերիալ է մնացել։ Ի տարբերություն շումերի, որ ինչ ասես կա։ Հա։ Իսկ սագերից ինչ որ տակը մնաց, այս էլ են բառացի թարգման է։ Ու հայրեն ըլնում է։ Ինձ հետ միասին կուտեն լեռների այն իշխանները, ովքեր հպատակվել են ինձ։ Հպատակվել են, այսինքն արդեն կան հպատակված իշխաններ լեռնաշխարհում։ Իր ամբողջ բանը հենց այդ իմ ասած տեսեք, սա ուրուկը գրի առել, խմբագրել է, սրբագրել է, իբր որ իրանց գովան, բայց պարզվում է լեռնաշխարհի իշխանները Արարատայի տիրակալին են հպատակվում, հələ մի հատ էլ ասում, հələ դու էլ պետք է գաս լուծը ընդունես։ Այսինքն այստեղ երևում է ով է։ Ժողովուրդ, եկեք բան անենք, հարցեր տվեք, ես այդ առիթով նաև կշարունակեմ, որովհետև բան է էլի, ինձ թվում է, հա, ավելի նպատակահարմար կլինի, այդպես շարունակենք։ Այն առաջինը, որ ասում է, եթե դու ինձ հպատակվես, այսօր Գիրանան, Էրմելկարին, մենք միասին կուտենք, չէ՞։ Հա։ Այդ միասին ուտելը, այսինքն ընկեր կդառնանք, ընկերը միասին ուտելա, չէ՞ նշանակը։ Դե իմ ամբողջ ասացի իմաստն է, Դուք բառացի թարգմանել եք, ճիշտ է։ Չէ, ամբողջ հարցն է, որ այդ ուտելը ուտել չի, դա նշանակում է կառավարել, իշխել, հովվել։ Նույն ինչ որ ընկեր կդառնանք, ասենք միասին կառավարենք։ Չէ, այդ միասին ուտել, ընկեր, միասին ուտել, այդ բառը բան է, լատիներենում էլ է տենց, բայց դե լրիվ ուրիշ բան է։ Լավ։ Եվ այդ ձեր ասածը կա, երբ որ մի ընտանիքի անդամներ կամ հորոխբոր տղեկման, որ իրար հետ միացնում են իրանց անասունը, իրանց գութանը համատեղ կիսրարա կոչվում, կիսովի գործ են անում, այրանք ընկերներ են, որտեվ ռեսուրսը դնում են իրար ու բերքն էլ հավասար ախպերաբաժին կիսում։ Երկրորդը, ունուկը նույն ուրուկն է, չէ՞։ Ուրուկ ուն գիտենք, որ շումերերում եւ որ գրում ես, կարող ես ցանկացած ձայնավորով կարդաս։ Ոչ։ Ա ու է օ, չէ՞։ Էչկա։ Էչկա։ Անել բացառիկ դեպքերում։ Նայած դիրքի, նայած դիրքի։ Ես ուղղակի եթե էնել կար, արեք կարող էր կարդացել, այսինքն ուրուկը արեք տեղանունների ստուգաբանություն չեմ արել եւ ձեզ խորհուրդ եմ տալիս չանել։ Չէ, ուղղակի հետարքրեց այդ ձեւով։ Կա Աստվածաշնչու թարգմանությունների մեջ տեղ կա արեգա թարգմանած, բայց քյով էլ կա, արեգ էլ կա։ Բայց վստահ չեմ, որ դա նույնն է։ Վստահ չեմ, որ դա նույնն է, գուցե եւ նույնն է։ Համենայն դեպս այդ քաղաքի անունը ինչ է նշանակում, ես չգիտեմ։ Հա։ Եվ մեկ էլ որ այնտեղ ծանր կովը, հա, հղի եւ կանանց եւ բովեր անասուններին երբեմն ասում են ծանրացած, չէ։ Հա, այդ իմաստն էլ ունի, իհարկե, այդ իմաստը այդտեղ, բայց ուղղակի բառացի գրվածը ծանր։ Հա, բառացի գրածը ծանր, հիմի դու ոնց ուզում եք հասկացնել։ Հետո այնպես ասում են, որ բայց այդտեղ կոնկրետ բանը ավելի շատ ինքը արդեն ծննդաբերած աուլիքը կաթ ունի։ Դրանով ինքը բանից գալիս է, ոնց որ արածելուց արոտից գալիս է ու ինքը ծանր է գալիս։ հասկացեք, լավ։ Բառացի գրած է խինալի կաթով։ Յուղոտ կաթով։ Ներկայանամ Հովհաննես Հովհաննեսյան, ձեր ներկայացրած պատկերները միտում են,
Ձեր ներկայացրած Խնդրում եմ բարձր։ ձեր ներկայացրած պատկերները միտվում են, չէ՞, ամբողջացման։ Եվ դուք դրան հետևում եք։ Նույն միտվածության հետ խոսող ինչպես եք վերաբերվում կորդիլերների Պերուի հատվածում անալոգյան մահերի դուռ հենց տեղացի այմարա ցեղի խոսվածքով արամի դուռ երևույթին եւ դրա շուրջ շումերական սեպագրերին ինչու շարունակենք, որովհետեւ նույն արմարա ցեղի խոսվածքում առավել կիրառական մոտ 60 կամ ավելի բառեր բուն հայերեն մեծ հասկանալի։ Կներեք, պետք է ընդհատեմ, չգիտեմ։ Հիմի դուք կարաք էլի լիքը բաներ ասեք, չգիտեմ։ Ահա։ Ճիշտ ասած աղբյուրների իմաստով ես դրանից։ աղբյուրագետորեն գուցե ներկայանայի, բայց ես այսօրվա թեմային էլ անտեղյակ եմ։ Եթե տենց բան կա, խնդրում եմ գրավոր, որ տակ կարդամ, կհասկանամ ավելի։ Դա Վարդան ջան։ Շնորհակալություն։ Գաղափար չունեմ։ Շնորհակալություն ամբողջ դասախոսության համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հետաքրքրության համար, թարգմանյան Հայկ։ Ուրեմն ինձ հետաքրքիր է ծիր կաթինը, նույն կաթնծիրը եւ ուրիշ ձևով որպես գետ ներկայացում կոնկրետ դեպքերով ունեք թե ոչ։ Բանում հաստատ ունենք, օրինակ շատ գիտնականներ կան Ավեստայում, այդ երկնային գետը ասում են դա բանն է։ Վստահորեն ասում են, որ դա կաթնծիրն է, իրանական ավանդույթում, բանում կա մի տարբերակ, հնդիկների մոտ կա, վեդաներում կա, Ռիգվեդայում բաներ կա, ոնց որ թե կաթնծիրն է, գետ են ասում, երկնային գետ են ասում, բայց դա ոնց որ թե կաթնծիրն է, բանում էլ կա։ Այնտեղ այնքան բանաստեղծական է, շումերում էլ կա, որ չես, այնտեղ գիտեք ոնց է, մի դեպքում ինքը ծառի պատկերով է կաթնծիրը, զարդարված ծառը, մի դեպքում մսուրը, ինչի է մսուր, այդ հարդագողի ճանապարհը գալիս է մսուրի պատկերից, մսուրը ինչ է, այդ խոտը սենց փռած, այդ հարդը սենց, այսինքն մսուրի նկարագիրը ենթադրում է, որ այդտեղ պետք է բան հարդ փռած լինի։ Իսկ գետի հետ կապված այնտեղ մի երկու տեղ կար ակնարկներ, բայց վստահ չենք կարող ասենք, որովհետև շատ բանաստեղծական տեքստ է, ակնարկը տենց ակնհայտ չի, որտեղ երկնային գետ ասելով իրենք հիմնականում նկատի ունեն Տիգրիսն ու Եփրատը, եւ դա հայկական աղբյուրներում էլ է տենց ջրհոսի երկու գետերը, աստղերը, որ գրում են, մեկը կոչվում է Եփրատ, մեկը կոչվում է Տիգրիս։ Բանն էլ Էրիդիանուս կոչված համաստեղություն է այսօրվա, Օրիոնի ոտի տակից որ սենց կր, դա էլ կոչվում է գետն երասխ, դա էլ Արաքսն է։ Դրա համար, երբ որ երկնային գետի մասին են խոսում շումերական որևէ բանաստեղծական տեքստ, դժվար է ասել դա կաթնծիրն է թե չէ։ Իրանք ավելի ընդհանուր են ձևակերպումները։ Բայց որ այդ 3 հատ գետը հաստատ կա, ասենք, ու բանի Էրիդանուսի դեպքում իրանք չունեն, այդ մեր բանի մեջ է։ Աստղալից երկնքի քարտեզի մեջ է, Վանանդեցու քարտեզում է, գրած է գետն երասխ։ Մեկ էլ մի հատ, Էրեշի հետ կապված, որ ասացիք, Էրեշի համար, Էրեշի հետ կապված։ Էրեշը եւ ասենք Էրեշքի գալը, նույն ներգալը։ Չէ, այն ուրիշ է։ Կերպով միմյանց հետ կապի կա որոշակի բան, թե ոչ։ Այդ Էրեշը ուրիշ Էրեշ է։ Հա։ Բանը, Կիգալը բանն է։ Մեծ երկիրը դա մեղմասացություն է անդրաշխարհի։ Մեծ երկիր ասելով նկատի ունեն բան, անդրաշխարհ։ Հա, անդրաշխարհ։ Հա, որ գնում են աշխարհ, հետո բնությունը ծաղկվում նորից հետ են գալի վերջը, այտենց բաների հետ են կապված։ Այդ Էրեշը, այս որ ես ասեցի, այդ կոնկրետ քաղաք Էրեշի հետ կապ չունի։ Մեկ էլ մի հարց Գ-ի եւ V-ի հետ կապված կա ինչ, այսինքն եւ G-ն եւ V-ն հնարավոր է ներկայացնել գրերի մեջ, թե ինչ որ ձևով լրացվում է, այսինքն
զուգորդման միջոցով։ Հասկացա։ Ուրեմն գ-ն հստակ իրան գ ունեն, գ գրում են։ Ակադական տրանսկրիպցիաներում գ գրում են, բայց այդ ակադները վ չունեն։ Դրա համար Այդ դա է ինձ։ վ-ն երբեմն գրում են մ-ով, երբեմն գրում են ու-ով, երբեմն գ-ով, բայց այստեղ մի հատ բայց կա։ Շումերական ժամանակներ իսկապես են ակտիվ շրջանն է այդ գ-վ անցումների։ Նույն բառը տենում ես գրած է վ-ով, այսինքն գ չկա գրած, ու-ով է գրած, մի դեպքում օրինակ այս մի հատ բանով գրեմ էլի, այս փագենք էս։ Նույն բանը գրում են գ-ով եւ ու-ով։ Այդտեղ գլխի ես ընկնում, որը դի վ-նա, վ-գ անցումն է։ Կարող է հայերենին հասնի գ-ով, կարող է հայերենին հասնի վ-ով։ Օրինակ գրում են սու ու, այս տրանսկրիպցիան է։ Այս էլ շու երկու սեպանշանն է։ Շու երկու սեպանշանը, երբ որ տրանսկրիպցիան գրած է սենց։ Երբ որ սենց պետք է կարդալ, դիմացը գրած է քաղցել, սովել, այսինքն սով է գրած։ Օ չունեն, որ օյով գրես, սենց են գրես սով։ Բայց տեղ կա գրած է, տեսակ գրած է սուգա, սովա պատիլ։ Այսինքն տեղ կա գ-ով են գրում, տեղ կա վ-ով։ Դա գալիս է բանից։ Ոնց որ պատկերացրեք, ասենք 10-րդ դարում Ռուսաստանում մի գավառում ասում էին Սեգոդնյա, մյուս գավառում ասում էին Սևոդնյա։ Այդպես վիճակ է։ Այսինքն կարելի է ենթադրել, որ քաղաքակրթական այդ ազդեցության պատճառով, այսինքն գրի որոշակի թերությունների պատճառով տեղի է ունեցել այդ գ-ի վ-ի անցումը որոշակի չափով, թե ոչ, չի կարող։ Մարդիկ, որ խոսում են այդ լեզվով, իրանք սկի ոչ էլ հետաքրքիր է, ոչ էլ գրել կարդալ գիտեն։ Իրանք խոսում են, ոնց որ խոսում են, ամեն ազգ իր կոկորթով, իր բերանի ապարատով խոսում է։ Հիմի կան լեզուներ, որ ունեն գ-վ անցումը, որտեղ շատ ակտիվ է, ոնց որ հայերենում։ Ռուսերեն վեդեց, հայերեն գետ, գրականա գետ։ Ռուսերեն ասում են լիտերատուրա վեդ։ Այդ վեդ գետը, վինո գինին, հայերենում գ-երը շատ են։ Նույնիսկ բանը հասավ ընդեր, որ ասենք աճարանն ենք ասում էին վ-ով հայերեն բառ չի կարա սկսվի, եթե վ-ով է սկսվում, այդ ուրեմն բնիկ հայերեն չի։ Բնիկ հայերենը բոլորը պետք է գ դառնար։ Այսինքն նույնիսկ այդպես ծայրահեղության մեջ էին ընկնում։ Այդ վ-գ անցումը սովորական լեզվական արտասանական անցում է, որ որոշ ազգեր ունեն, որոշ ազգեր չունեն։ Մեկի մոտ այդ process-ը եղելապրծել է, մեկի մոտ ընդհանրապես չի եղել, մեկի մոտ ինչպես ռուսների պարագայում շատ ուշ տեսանք։ Մեկի մոտ վ-գ-ի ալնում, հետո հակառակն ենք տենում, հետո նորից մի խոսքով դա լեզվական արտասանական բան է։ Առանձնահատկություն է, որ շումերերենն էլ ունի հայերենն։ Մեկ էլ իսկ ղ-ի տարբերակը ղ-ն կա, ղ-ն գրվում է, թե նորից փոխելով ինչ-որ մի բանով արվում։ Ղ-ն այսօր ռուսները ոնց են գրում։ Գ-ով են գրում, չէ՞։ Բայց աստղիկ բառի մեջ խ-ով են գրում, չեն գրում աստղիկ, գրում աստղիկ։ Այսինքն ըստ հարմարության, ըստ տրամադրության, մեկ խ-ով են գրում, մեկ գ-ով են գրում, չէ՞, ասենք գեգամը գ-ով են գրում։ Այտենց էլ տրանսկրիպցիաները ակադերեն երբեմն գրում են ղ-ն գրում են գ-ով, երբեմն գրում են ժ-ով, եւ երբեմն գրում են խ-ով, շատ քիչ դեպքերում, բայց խ-ով էլ են գրում։ Իսկ այն որ լ-ով են գրում, այդ հետո է լ-ը հնչել, հետո է դառը։ Այսինքն այստեղ զուգահեռումներ ունենք ղ-ի հետ կապված եւ գ-ի վ-ի հետ կապված։ Այսինքն մեր մոտ դուրս է գալ, ստացվում է, որ գերի, ղերի, նույն ղրի, նույն գրի այդ փոխանցումները կան, որը գրի միջոցով է տեղի ունենում։ Այսինքն գիրը նույն կերպով բանալ, խանգարել է ղ-ն տեղափոխելու։ Ու նույն կերպ փաստորեն ունենք նաև գ-ի բանի դեպքում, գ-վ-ի դեպքում։ Սա ինչ որ կերպ հնարավոր է, որ ունենա իր ազդեցությունը։ Ներողություն, Հայկ էր, չէ՞ ձեր անունը։ Այո։ Հայկ ջան, նայ, մարդը որ խոսում է,
ինքը գիրը ընդհակառակ պահպանողական է, երբ որ գիրը ստեղծվում է, սկսում են գրել, երեխեքը գնան դպրոց, ավելի պահպանողական է դառնում։ Ինչքան գիր չկա, այնքան արագ է փոխվում լեզուն։ Այսինքն գիրը ոչ թե խթանում է լեզվի փոփոխությանը, այլ խթանում է պահպանմանը։ Այսինքն բանը հասել այնտեղ, որ առաջ արձան բառը բոլորը ասում էին ց-ով արձան, բայց քանի որ ձ-ով է գրվում, սկսել են նորից արձան ասել։ Այսինքն լեզուն կարճած հին տարբերակն է ավելի շատ պահում եւ դրան է նպաստում, ոչ թե խթանում է փոփոխությանը։ Ինձ թվում է այս զրույցը կարելի է Շնորհակալություն։ Պարոն